Պարոն Ղուկասյան, կարելի է ասել, որ 5 տարի ակտիվ քաղաքականությունում չեք եղել, ինչ քաղաքապետի պաշտոնից հեռացաք։ Այս նախ խոսենք Գյումրու մասին, այս տարիների ընթացքում ինչ որ դրական տեղաշարժ Գյումրիում նկատվում է, քանի որ այդ 5 տարիների ընթացքում մի քանի ընտրություն եղավ, տեղական ինքնակառավարման մարմինի ընտրություն եղավ, սահմանադրական հանրաքվե տեղի ունեցավ։ Գիտեք ինչ, դրական տեղաշարժերը Գյումրի քաղաքի պետք է ընդհանրապես մարդը զգա, եթե քաղաքում շինարարություն է արվում, ներդրումներ է արվում, աշխատատեղեր է բացվում, արտագաղթը ընդհանրապես դատարում է, հասկանալի է, եւ եթե ուրեմն իմ ասածները, որ թվարկեցի, դրանք այդպեսին է, ուրեմն իրոք տեսնում ենք, որ տեղաշարժ կա, բայց երբ որ դրանք ուրեմն սարսափելի չափերի է հասնում, այսինքն արտագաղթը, աշխատատեղեր չի բացվում, օրինակ իմ ժամանակահատվածում 100 միլիարդ դրամի շինարարություն է արվել, Երևանը չհաշվարկած, Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղերն ու քաղաքները միասին, մասնավորի կողմից այդքան շինարարություն չի արվել, ոնց որ իմ աշխատած տարիներին, դա ինչ է նշանակում այն ժամանակ գյումրեցիները շատ հարուստ էին, որ այդքան շինարարություն էին անում, ի ուրախություն մեզ ուղղակի ես մարդկանց չէի խեղդում, չէինք տանում բերում, թե 7 սանտիմետր, ինչ որ գիտեք, հողատարածքից այսպեսի խնդիր կա, ճարտարապետներին չէի թողնում, որ խեղդեին մյուսներին, եւ հասանք այն աստիճանի, որ մի հատ որոշում կայացվեց, որ երբ որ քաղաքապետը հողատկացում է անում, մարզպետարանը չի վավերացնում, չի գնում հասնում քաղաքաշինության նախարարություն, դուք պատկերացրեք այդ ճանապարհը, որ պտտվում էր 2 տարի էր տևում։ Ի ուրախություն մեզ այն ժամանակ ես կարողացա որոշում կայացնել տալ կառավարության եւ այդ չարաբաստիկ նախկին որոշումը փոխեցին եւ փառք Աստծո այսքան հիմա ինչ որ տեսնում ես շին թույլտվության տակ գրված է Վարդան Ղուկասյան, բայց այս 5 տարիների ընթացքում բացի 12-15 հատ գազի զապրավկից, որ լրացուցիչ բացվեց այս քաղաքում, որը խայտարակություն է թե դիտավորություն, ես չեմ հասկանում, թե որն է, հավանականը եւ դիտավորություն է եւ անհասկանալի չէ, դիտավորություն է, այդպես ասեմ, թույլտվություն տրվեց գազի զապրավկեքի, մեկ էլ հարսանյաց մի երկու սրա բացվեց այս քաղաքում, որը ցավոք սրտի եւս նույնությամբ դիտավորություն է։ Հսկայական Մոսկվան, որ 20 միլիոն բնակչություն ունի, 4 գազի զապրավկա ունի, բայց ցավոք սրտի այս քաղաքում 30-ից ավել գազի զապրավկեքով է լցված։ Այսինքն յուրաքանչյուր քաղաքապետ, յուրաքանչյուր համայնքապետ պետք է կարող իր գնահատականը պետք է լինի փոքր եւ միջին բիզնեսի խտանումը, բայց ցավոք սրտի այսօր այս 5 տարիների ընթացքում որ պտտվում ես, ինչ էլ որ կառուցվում է որոշակի, դա իմ ժամանակահատվածի տրված հողհատկացումներն է, այդ դրանով կարելի է գնահատական տալ, իսկ ինչ մնում է արտագաղթը, դա սարսափելի է մեր քաղաքում եւ մարզում, ուրեմն մարդիկ ինչից են այստեղից գնում, մարդիկ գնում են վատ պայմաններից, գնում են, որ իրենց օր հացի խնդիրը հոգան, ոչ թե ասենք մնացած բաների, իսկ մեծ ներսես շնորհալին, գիտեք ինչ է ասում, ներսես շնորհալին ասում է, թե ամենամեծ անեծքը նա է, երբ որ ազգը ցիրուցան է լինում, այ հիմա այդ վիճակի մեջ ենք, մնացածը թողնում եմ մնացած ժողովրդի գնահատականին։ Պարոն Ղուկասյան, արժընտրություններին մասնակցում եք ԲԿ-ի ռեյտինգային ցուցակով, նախընտրական ինչ ծրագրեր ունեք, ինչ խոստումներ եք տալի Գյումրիում։ Նախընտրական շատ ծրագրեր ունեմ, մոտ օրերս հեռուստատեսությամբ ելույթ կունենամ, կլսեք բոլորդ, թե ես ինչ եմ առաջարկելու, իհարկե Ծառուկյան Գագիկը, Ծառուկյան Դաշինքը շատ գեղեցիկ ծրագրեր է ներկայացրել, օրինակ այդ 15 կետերը, որ ներկայացվում է կենսաթոշակի բարձրացում, աշխատավարձերի բարձրացում, գազի սակագնի, էլեկտրաէներգիայի սակագների էժանացում, հասկանալի է, փոքր եւ միջին բիզնեսի 3 տարի հարկերի չվճարում, դրանք լուրջ առողջապահության ոլորտում կա, ուրեմն գյուղատնտեսական ոլորտում ծրագրեր ունեն ներկայացրած, ջրերի սակագին էժանացնել ոռոգման 15,000 ինչ կան, ես գիտեմ դարձնել 1000 դրամ, դա հսկայական օգուտ է ժողովրդին, բա հիմա ինչ է պետք, դրանք են պետք, աշխատատեղերի ստեղծում, այս խայտառակ բանկերը, սրանք բանկեր չեն, սրանք լոմբարդներ են, որ գյուղատնտեսական ուրեմն համաշխարհային բանկից եւ մնացած կազմակերպություններից Հայաստանին տրված է 0,25-ից մինչեւ 1,25% վարկեր, ցավոք սրտի մի քանիսը դրանք իրանցով են արել եւ 16%-ից մինչեւ 22% տալիս են ժողովրդին,
ամբողջ դոլարի այս կուրսի ժամանակահատվածում 400 դրամով մարդիկ վերցրեցին, հիմա 500 դրամով վճարում են բանկերին եւ բանկերը չտուժեց, այլ ամբողջ ժողովուրդը տուժեց։ Սա խայտարակություն է։ Այ գնում եմ, որ այդ հարցերով առաջարկություններ անեմ, քննարկեմ, պայքարեմ, որ իրոք ժողովուրդը մեղք է մեր ժողովուրդը, ոչ թե այնտեղ պետք է գնաս անձնականը պահելու համար, ես չգիտեմ ինչերը պահելու համար, ցավոք սրտի, որ շատերը գնում են այդ սկզբունքով, այլ պետք է գնաս քո ժողովրդին սատարելու, քո երկրի հոգսերը, խնդիրները առաջ քաշելու եւ լուծումներ առաջարկելու, որի ճանապարհը մենք գիտենք, թե ոնց ենք անելու։ Պարոն Ղուկասյան, նշեցիք հեռուստատեսությամբ ելույթ կունենաք, իսկ հանդիպում Գյումրեցի ընտրողի հետ նախատեսվում է Շիրակի։ Գիտեք ինչ, ես հանդիպումներ հանդիպում եմ ընդհանրապես, բայց այդպես առաջվա պես ոնց որ քաղաքապետի ժամանակահատվածում ես հանդիպումներ էի կազմակերպում, այդպես չեմ անելու։ Չնայած մի հատ օրենք են ինչ որ որոշում է կայացված, որ ոչ դպրոցներում, ոչ մշակութային կառույցներում մինչև ժամը 6-ը, եթե աշխատանքի են, մենք իրավունք չունենք հանդիպում անելու, բայց առաջ կարելի էր գնալ, հանդիպել թեկուզ այդ կոլեկտիվի այդ բանի հետ եւս դրան դեմ եմ, որ ասենք ամբողջ երկիրը քաղաքականացրել են, մարդը անհատ առանց կուսակցական, ասենք համաձայնության կուսակցության չի կարող առաջադրել իր տեխնազությունը եւ քաղաքապետի եւ ազգային ժողովի պատգամավոր դառնալու կապակցությամբ, հասկանալի, ես օրինակ մշտական դրանց դեմ եմ եղել։ Ինչով է պայմանավորված, որ չեք ուզում հանդիպել ընտրողների հետ։ Ժողովուրդը ինձ ճանաչում է, ժողովուրդը ինձ լավ գիտի, թե ես ով եմ։ Ինձ գիտեք, ընդհանրապես մեծամասնությամբ հանդիպում են նրանք, որոնք ժողովրդի չնայած այդպես չի կարելի մտածել, բայց ասենք ես լավ գիտեն, ինձ ճանաչում են, ես ավելի նպատակահարմար եմ գտնում ես իմ քարոզարշավը հեռուստաեթերներով, անհատական հանդիպումներով, ասենք փոքրիկ խմբերով, օրինակ հանդիպումներ ես միանշանակ հանդիպում եմ, բայց ասենք փոքր խմբերով, քանի որ այդ կառույցներն էլ փակ է, բան է, այդպես ժողովուրդը հոգնել է շատ հանդիպումներից, իրենք ինձ լավ ճանաչում են։ Որ ասել որտեղ էլ որ մտնես ասես Ղուկասյան Վարդան, իրանք գիտեն, որ Ղուկասյան Վարդանի օրոք 17000 բնակարան է կառուցվել։ Ղուկասյան Վարդանը նեղերին, խեղճերին, գործանողներին, քաշող ուժին մշտական սատարել է եւ չգիտեմ հիվանդանոցները, ննջեցյալների հողարկավոր, ոբշեմ Աստված գիտի, ամեն ինչով, ով ասել է օգնեցեք այդ բառին սատարող եղող, իրանք ինձ լավ ճանաչում են։ Դրա համար ես հիմա գնամ ասեմ, ես ով եմ, ինչ եմ, դա մեկի ցիրուն չի լինի, իրանք անգիր գիտեն, բայց ինչ պետք է անեմ, այդ դա կներկայացնեմ։ Դա կներկայացնեմ տարբեր ձևեր կա ներկայացնելու։ Այսինքն մյուս տեխնացուները ակտիվ հանդիպումների Լավ են շարք են անում, սկսել։ Աստված իրանց բարի ճանապարհ տա։ Ամեն մեկը մտածում է, թե ինքը ինչ ձևով է ներկայ, ուրեմն այս քարոզարշավին մասնակցելու, ըստ այնեմ իրենք առաջնորդվում են։ Ես այս ճանապարհն եմ ընտրել, իրանք այդ ճանապարհն են ընտրել, բոլորին բարի ճանապարհ։ Իսկ ինչ որ հեռուստատեսային հետ հոլովակներից Անպայման։ նախատեսվում է ինչ որ ձեր լուսանկարներով գովազդային վահանակներ Գյումրիում, թե Ճիշտ ասած, ես դրա տեղը ավելի շատ ուրիշ բան կանեմ, քան թե այդպես տանեմ այդ գործակալության այդքան գումարներ տա։ ինչ կանեք, կարելի է։ Ավելի շատ ժողովրդին կդամ այդ գումարները, քան թե այդպես իմ նկարները տնեմ, բան, ինձ լավ էլ ճանաչում են, ինձ գիտեն, իմ դեմքսը լավ գիտեն, հիմա ինչ պետք է, որ ես այդ կամ բոլոր տեղերը դնեմ իմ նկարները։ Ես այդպես չեմ գտնում իհարկե։ Մյուսներին չեմ քննադատում, բայց ես այդպես չեմ մտածում։ Երբ կտակ ժողովրդին նախընտրական այս շրջանում։ Ինչը։ Այդ գումարները։ Ապեր ջան, դու լավ չես հասկանում ինչ եմ ասում հավանական։ Ընդհանրապես դու ընկար էլի նորից այն դավադրական գործունեության հետևից այդպեսի բաներ մենա երիտասարդ տղա ես, ես ավելի լավ քեզ ավելի լավ բացատրում եմ ու ինչ պետք է անեմ, քան թե ասենք հիմա դու ինձ ասում ես երբ կդա նախընտրական շրջանում ես այդպեսի բաներով չեմ զբաղվում։ Այժմ խոսակցություններ կան ընտրակաշառքների մասին, նույնիսկ ասում են նկարանող սարքեր ընտրողներին բաժանվելու, որպիսի նկարեն։ Այդ ուրիշ տեղ հարցրա։ Ինչ կարծիք։ Այդ ուրիշ տեղեր հարցրեք, իմ մոտ մի հարցրա այդպեսի բաներ։ Ես այդպեսի բաների շատ հեռու եմ։ Դու երիտասարդ ես, երբ որ մի քիչ ապրած ունենայիր, տարիքդ մի քիչ բան լիներ, կտեսնես, որ ես այն 5 ընտրություններին, որ ես մասնակցել եմ, ոչ ընտրակաշառք եմ բաժանել, ոչ կեղծիք եմ արել, ոչ նմանատիպ ձևով մտածմունք եմ ունեցել, այլ իմ ժողովուրդը ինձ եկե ընտրել։ Պարոն Ղուկասյան, Գյումրեցին տարբեր տարիների ընթացքում տարբեր խոստումներ է լսել եւ լսել է հիմնականում նախընտրական այս շրջանում եւ շատերը կարծես չի իրականացվել։ Ինչ է կարծում այս ընտրությունների խոստումներին կհավատա Գյումրեցին։
Ոչ միայն գյումրեցին, ընդհանրապես այսօր մարդիկ հավատ չունեն, որ այսպես գալիս ներկայացնում են եւ իրենց խոստումները կիրականացնեն։ Ես օրինակ խոսք կտայի, որ մարդկանց ավելի ճանաչեն իրենց կատարած գործերով։ Ընդհանրապես ով է այս մարդը, ինչ է արել, երբ որ հիմա գեղեցիկ ներկայացնում է, կկարողանա իրականացնել, գոնե իր ասածի ինչ որ մի 50%-ը։ Այ այդտեղ պետք է ասում է, որ գործոցի մոց հավատացեք, շատ լավ խոսք է։ Դավիթ Մարգարեն, հասկացար։ Բազումն են ասում Տեր, բայց դուք պետք է իրենց գործերով ճանաչեք։ Այլ հիմա որ մարդիկ շատ բաներ են ասում, պետք է նայես թե մարդը ինչ գործ է արել, կարելի է նրան վստահել, թե ոչ։ Թե չէ բոլորն է գեղեցիկ ներկայացնում են, բոլոր կուսակցություններն լավ ծրագրեր են ներկայացնում, բայց պետք է նայես թե այդ մարդը ընդհանրապես այդ մարդիկ որ հավաքվել են, ովքեր են, ինչ են արել, ոնց են ապրել այս կյանքում, պետք է բան։ Պարոն Ղուկասյան, Սահմանադրական հանրաքվեից սկսած շրջանառվեց 23-8 միլիոն եվրո վարկադրամաշնորհային ծրագիրը, որով բարեկարգվելու էր Գյումրու երկրորդական փողոցները։ Այդ գումարը շահարկելով անցկացվեց երկու ընտրություն՝ Սահմանադրական հանրաքվե, Գյումրու քաղաքապետի ընտրություններ, այժմ երրորդ ընտրություններն է խորհրդարանական եւ այդ գումարը տեղ չի հասել։ Ինչ է կարծում, մի օր կգա այդ գումարը, կվերականգնվի։ Նախ գումարը տեղ հասնելը չհասնելը դա հարց է իհարկե, թե կգա եւ չի գա, բայց ես դեմ եմ դրան, որ վարկերով ասֆալտ անեն։ Փարիզը, Մոսկվան, Լոնդոնը իրեն թույլ չի տա, որ վարկ վերցնի ասֆալտ անի։ Այդքան հարուստ քաղաքների մասին եմ ասում։ Իմ օրոք մոտավորապես 30 միլիոն դոլարից ավելի ասֆալտ արվեց Լինսի հիմնադրամով առանց վարկերի, առանց հետ վերադարձնելու։ Այսինքն Ղարիբջանյան խճուղուց մինչև Թբիլիսյան խճուղու վերջը քաղաքի մի ծայրից մինչև մյուս ծայր ասֆալտ արվեց։ Այդքան մենք չխոսեցինք, թե գիտեք, մայթերով, եզրաքարերով ամբողջությամբ թողվեց։ Եվ այդ ասֆալտը մինչև այսօր մնացել է, բայց ցավում եմ, որ Ալեքսանդրովսկի փողոցը հիմա բետոնների ծալիկներ են դրել 4 ամիս հետև ընդամենը ու գցում են շինարարի վրա։ Ես դրան ցավում եմ։ Ոնց որ կատի փոշին, ոնց որ մնացածը։ Այդ ժամանակ բա որտեղ էր այդ քաղաքապետարանը։ Ինչի չէր նայում, ինչի չէր տանում լաբորատորիա ստուգեր, թե այդ քարե բետոնասալիկները որ տեղադրում են, դրանք իրոք անցե սերտիֆիկատ ունեն թե չունեն։ Հա գիտենք թե ով է արտադրել, հիմա թող ուրիշների վրա չգցեն։ Հիմա այդ ասֆալտն էլ ցավում եմ, որ հիմա քաղաքի վիճակը սարսափելի է։ Շիրակացի փողոցը որ գնում եք նոր կատարած ասֆալտները, որ մի տարի հələ չկա, քանդվել է արդեն։ Այդ դրանք պետք է կանչեն, ասեն դե արիք պատասխան տվեք սրա համար։ Եվ նմանատիպ, ուրեմն վարկերով ասֆալտ անելուն ես դեմ եմ, անեն ու փախնեն, գցեն այս ժողովրդի վրա։ Այս ինչ բյուջե ունենք մենք, որ քաղաքը վարկերով ասֆալտ անեն։ Դրան դեմ եմ։ Պարոն Ղուկասյան, կրկին վերադառնամ քարոզչությանը, այ ասում են Գյումրիում պասիվ է, հա, քարոզարշավը։ Ինչ կարծիք ունեք։ Չի ասի։ Շատ լավ քարոզարշավ է գնում, շատ նորմալ է։ Ամեն մի տեխնացու ինքը իր ձևը նախընտրել է, թե ոնց է ուրեմն քարոզարշավ անցկացնելու եւ ըստ այնմ առաջնորդվում է։ Եվ ժողովուրդը շատ ակտիվ է։ Վերջին հարցը, պարոն Ղուկասյան, այս քարոզարշավը զուգադիպեց Պախոց շրջանի հետ, հա, ասում են, որ պետք է պասի ընթացքում լինել զուսպ, ինչ է կարծում, մեր տեխնացուները կհետևեն այդ զսպվածությանը, կլինեն զուսպ։ Ես որ պասից ասեցիք, ես հիմա քեզ մի բան եմ ուզում ասել, որ պասը գիտեք ինչու համար է։ Պասը, տես մարմինը կերակրվում է, չէ՞, մենք մշտական մարմինը կերակրում ենք։ Իսկ հոգու կերակուրը ո՞րն է։ Հոգու կերակուրը պասն է եւ աղոթքն է։ Մինչև մարմինը չտկարանա, հոգեպես մարդը չի զորանա։ Իսկ հոգին Աստված է, խիղճն է, որ պակասում է մարդու միջից, երբ որ մենք այդ իրոջը այդպես չենք մոտենում, այլ ուրիշ ձևով, հեգնանքով, մի քիչ բաներով ենք խոսում ու ճիշտ ձևով չենք անդրադառնում, այդպես միայն մարմնին ենք ծառայում։ Իսկ մարմինն ինչ է ուզում։ Պոռնիկություն, հաշպետություն, հայոյություն, ես չգիտեմ, արձատասիրություն, այդ 7 մահացու մեղքեր եկա, չէ՞։
Իսկ հոգին ուզում է մաքրությունը, բայց ցավոք սրտի մենք միշտ մարմնին ենք ծառայում, այլ լավ կլինի, որ ազգովի մենք հիմա պասպայենք։ Իսկ տեխնացուները հա կհետևեն, այսինքն զուսպ հանգիստ կլինեն այս Հույսով եմ, ինչ կա որ այդպես, ամեն մեկը թող ներկայացնի իր ծրագիրը, ամեն մեկը թող ներկայացնի իր ապրածը, ուրիշների հետ ինչ գործ ունենք։ Օրինակ ես ընդհանրապես ոչ մեկին չեմ անդրադառնալու։ Հետո եթե ես մեկին ուզենամ մի բան ասեմ, հերոստատեսությամբ չէ որ պետք է ասեմ։ Հետո մի քիչ ամոթ է որ հերոստատեսությամբ ասեմ, հասկանալի է, մի քիչ դա տղամարդ կա ինչի։ այս բախումներ է տեղի ունենում տարբեր Այդ մարզերում որտեղ է բախումներ տեղի ունենում, հավանական է դուք եք սարքում։ Արարատում օրինակ Մինչև դուք Մասիսում չսարքեք, ուրեմն այս ընդհանրապես գիտեք ձեր անունը ինչ են դրել, բանսարկու։ Լրատվության անունը դրել է ժողովուրդը բանսարկու։ Բանսարկուն գիտեք ինչ է, այսինքն բանսարկող։ Իսկ բանսարկողի տերը ով է, գիտեք։ Սատանան։ Հերո մնացեք սատանայից։ Ավելի ճիշտ կլինի լույսը լույս մեկնաբանեք, խավարը խավար մեկնաբանեք։ Եթե դուք դա անեք, երկիրը մի քայլ եւ 10 քայլ առաջ կգնա։ լավ Ցավոք սրտի դուք դա չեք անում։ նախընտրական եւ հետընտրական բախումներ տեղի կունենան Գյումրիում Ես ճիշտ ասած Նաստրադամուսը չեմ, բայց գիտեմ որ չի լինելու։ Ես գիտեմ որ չի լինի այդպիսի բաներ։ Մարդիկ այնքան այդպես սարքեցին մարդկանց գլխում, որ այնքան բաներ կբե յուրաքանչյուրին, որ ես գիտեմ որ խելք կունենան նմանատիպ բաների չեն գնա։